Ես Արսեն եմ Օհանյան, ծնվել եմ հունիսի 14-ին 1985 թվական, ծնվել եմ Երևանում, արմատներով արցախցի, արևմտյան հայաստանցի և տավուշեցի եմ, հորականս կողմը Արցախից և արևմտյան Հայաստանից են, մորականս կողմը Տավուշից են։ Ավարտել եմ 199 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել եմ ճարտարաշինարարական համալսարան, ավարտել եմ համալսարանը, բակալավրի կոչում ունեմ, և սկսվեց պատերազմը, ես պետական պաշտոնյա էի, և բարձրաստիճան պաշտոնյա էի, կարելի է այդպես ասել։ Սկզբնական շրջանում մի քիչ լավ չէի պատկերացնում և լավ չէի հասկանում պատերազմի մասշտաբները, ինձ թվում էր հերթական ինչ-որ սահմանային ընդհարումներ են լինելու, բայց օրերի ընթացքում, ժամանակի ընթացքում հասկացա, որ սա արդեն լայնամասշտաբ պատերազմ է մեր դեմ, մեր բոլորիս դեմ, ոչ միայն Արցախի դեմ, այլ Հայաստանի դեմ և հայաստանցիների ու հայ ժողովրդի դեմ։ Ես իհարկե կարող եմ նստել իմ տաք կաբինետում, ապահով կաբինետում և ոչինչ չանել և ինձ պատերազմ չէին կանչում, բայց մի որոշ ժամանակ անց ես հասկացա, որ ուղղակի տեղս չեմ գտնում և չեմ կարողանում այլևս այդպես հանգիստ նստել ու աշխատել։ Նշեմ, որ ես պետական պաշտոնյա եղած ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չեմ եղել երբեք և պատերազմի ավարտից մի քանի ամիս անց ես դուրս եմ եկել իմ աշխատանքից, ինձ ուղղակի հասկացրեցին, որ իմ ներկայությունը այդքան էլ ցանկալի չէ և ես դուրս եկա և դրանից հետո այլևս որևէ պետական ապարատում չեմ աշխատել, հիմա աշխատում եմ մասնավոր ոլորտում։ Հոկտեմբերի կեսերին մոտավորապես 15-ից 20-ի ընթացքում ես գնացել եմ զինկոմիսարիատ, զին գրքույկս հանձնել եմ և ասել եմ, եթե պետք լինեմ կանչեք։ Մոտավորապես մեկ շաբաթ անց զանգ ստացա և ասացին, որ պետք ես արի։ Գնացել ենք Արմավիրի զորամաս, այնտեղ 2 օր մնացել ենք, քանի որ պատերազմը արդեն թեժ էր, ես ոնց հասկացա ժամանակ էլ չկար մեզ երկար մարզելու, երկար զորավարժություններ անցկացնելու մեզ հետ, շատ արագ այդպես կրակել, սովորել, նռնակ գցել և այլն և այլն և այլն, սեղմ ժամկետում այդ ամեն ինչը սովորեցրել են և ուղևորվել ենք Գորիս։ Առավոտյան լուսաբացին ուղևորվեցինք Արցախ։ Գնացինք Լաչին, այսինքն Բերձոր, Բերձորից հետո գնացել ենք մեր գումարտակի շտաբը, որ գտնվում էր Աղանուս գյուղում և Աղանուսից տեղափոխվեցինք Դիրքեր, մեր դիրքերը կոչվում էր Դժոխքի ձոր։ Հոկտեմբերի 25-ից 27-ն էր, երբ արդեն մենք Դիրքերում էինք։ Սկսեցինք խրամատներ փորել, դիրքավորվել, մի քանի օր անց դեռ չենք հասցրել նորմալ դիրքավորվել, դա մոտավորապես հոկտեմբերի 29-30-31-ն էր, զորքի կեսը քնած էր քնապարկերի մեջ, դրսում, այսինքն բաց երկնքի տակ, ով որ հասցրել մի փոքր խրամատներ դիրքեր փորել դիրքերի մեջ էին քնած, և ահա հոկտեմբերի 30 կամ 31-ն էր, ես քնապարկում քնած էի, բաց երկնքի տակ, և ուժեղ պայթյուններ սկսվեցին։ Ես հասկացա, որ ուղղակի սա ռմբակոծություն է և սովորեցրել էին, որ ռմբակոծության ժամանակ պետք է կուչ գալ, ձեռքերով փակել գլուխը և մարմինը, կյանքի համար, այսինքն կարևոր տեղերը պետք է ձեռքերով փակել։ Ես կուչ եկա, բայց հասկացա, որ գետնի վրա պայթյուններ չկան։
գլուխս հանեցի քնապարկից եւ տեսա թափող կրակներ։ Այդ ֆոսֆորային ռումբերն են։ Տեսարանը իհարկե եթե լիներ ինչ-որ հրավառություն, կասեի, որ սիրուն տեսարան էր իրականում, այդ թափող կրակները, բայց պատերազմի դաշտում ենք եւ դա մեզ սպանելու, մեզ վախեցնելու համար է այդ ամեն ինչը։ Շատ արագ տղաները ես կողմնորոշվեցինք, որ պետք է այդ թափող այդ ֆոսֆորները, այդ վառվող կրակները պետք է հանգցնել, որովհետեւ անտառը չոր էր, չոր տերևներ էր եւ շատ արագ բռնկվում էր։ Գալիս էլ առաջի այդ վախը հաղթահարվեց այդ օրը։ Լուսացվեցինք եւ առավոտ շուտ լվացվեցինք եւ այլն։ Եվ արդեն այդտեղ կրակոցներ սկսվեց մեր ուղղությամբ, մեր դիրքերի ուղղությամբ։ Ու նկատեցինք, որ դիմացից գալիս են ինչ-որ այսպես սպորտային համազգեստով, ինչ-որ կիսատ պռատ զինվորական համազգեստով, առանց սաղավարտ, առանց զրահաբաճկոն, ինչ-որ խաժամուժ է գալիս։ Հեռադիտակով նայում ենք եւ սրանք մոտեցան մեր դիրքերին եւ անկանոն կրակում են մեզ վրա։ Հասկացանք, որ այդ սիրիացի այդ վարձկան խաժամուժն է։ Առաջնագծի տղաները շատ արագ դրանց մի քանիսին սատկացրեցին, նոյեմբերի, այսինքն մոտավորապես 1-2 այդ կռիվները սկսվեցին այդ վարձկանների հետ, այդտեղ արդեն վերջնականապես բոլոր վախերը հաղթահարվեցին։ Եվ արդեն ես ինձ վրա կարող եմ ասել, բայց վստահ եմ նաև այդ իսկ գումարտակի մարտնկերները, ովքեր որ բոլորը մոբից էին, հա, մոբիլիզացված ժողովուրդային տղաներ էին, կարելի ասել բոլորս այդ վախերը հաղթահարեցինք եւ արդեն դարձանք մարտիկ, sense ասած, էլի, արդեն դարձանք կռվող։ Ես ինքս երբեք պատերազմի չէի մասնակցել, դա առաջի անգամ էր, բանակում ծառայել եմ բնականաբար, ծառայել եմ անում Վարդենիսում, բայց այսպես, որ արդեն պատերազմ եւ թշնամին է գալիս եւ մենք պաշտպանվում ենք եւ ցածկացնում ենք, այս ամեն ինչը հաղթահարվեց, հոգեբանորեն արդեն պատրաստված էինք եւ վահա նոյեմբերի 3-ին անդոր էր, համեմատաբար անդոր էր, բայց նոյեմբերի 4-ին մեզ սկսեցին շատ ուժեղ ռմբակոծել մեր դիրքերը։ Առավոտյան սկսվեց ռմբակոծությունը, երևի մոտավորապես 2-3 ժամ ռմբակոծում էին, մենք արդեն հասցրել էինք դիրքավորվել, խրամատավորվել։ Ցավոք այդ օրը մեկ զոհ ունեցանք։ Կատաղի մարտեր էր իրականում, նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 7-ը։ Կարելի ասել հերոսական մարտեր էր, որովհետև զգացվում էր, որ իրենք շատ են, շատ են։ Նույնիսկ ես հիշում եմ ինքնաթիռով մեզ ռմբակոծեցին, բայց ոչ թե հենց մեր դիրքերը, այլ մեր կողքի դիրքը, բարձրունք էր։ Ահագին այդտեղ տեխնիկա ոչնչացվեց մեր տղաների գումարտակի կողմից, իսկ այն դիրքը, որտեղ որ ես եմ եղել եւ ինձ հետ եւս 2 հոգի, հենց այսպես լանջ էր, այսպես իջված էր, ձոր էր։ Մենք ապահովում ենք, որպեսզի այդ թշնամին հանկարծ չմտնի այդ ձորը, եւ մենք էլ այդտեղ ենք արդեն խոցում թշնամուն։ Մոտավորապես երևի չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ես անձամբ տեսել եմ 6 թե 7 խոցված տեխնիկա, հետևակի մարտական մեքենա եւ զրահապատ մեքենա։ Տեսել եմ այդ թշնամու դիակները սատկած, ցավոք մենք էլ զոհեր ունեցանք, մենք այդ նոյեմբերի 5-ից 7-ի այդ մարտերի ժամանակ 2 զոհ ունեցանք, նոյեմբերի 8-ին առավոտյան նորից սկսեցին ռմբակոծել մեզ, մեզ շատ ուժեղ ռմբակոծեցին էլի, այդ օրը ունեցանք եւս մեկ զոհ, բայց մենք դիմադրեցինք, մենք մեր դիրքերում մնացինք մինչև վերջ։ Այդ օրը նոյեմբերի 8-ին
ես թեթև ուղղի ցնցում ստացա, ականջիս մեջ ձայն հայտնվեց, ձայնը երբեմն մինչև հիմա նույնիսկ 5 տարի անց մեկ-մեկ գալիս է վերադառնում է, բայց մենք մեր դիրքերում մնացինք, մենք թշնամուն տվեցինք մեծ կորուստներ։ Նոյեմբերի 9-ի առավոտյան սկսվեց Ալլահ Ակբար գոչյուններով թշնամու դիրքերից եւ օդ կրակոցներով, զգացում էր, որ մեր վրա չեն կրակում, այլ օդ են կրակում եւ գոռում են Ալլահ Ակբար։ Մի քիչ տարօրինակ էր իրականում, որովհետեւ Ալլահ Ակբար ադրբեջանցիք չեն գոռում, դա սիրիացի միրացի այդ խաժամուժն էր։ Մի բան մտածում ենք, որ նորից այդ մսացումներին մեզ վրա են ուղարկում, բայց տեսանք, որ հարձակում չկա։ Պարզապես բացականչություններ են եւ օդ կրակոցներ։ Հրամանատարները եկան եւ ասացին, որ ամեն ինչ վերջացել է։ Բավականին շոկային էր, անհասկանալի էր այդ պահերը, ոնց վերջացել է։ Մենք չենք պատկերացնում ինչա կատարվել ընդհանրապես այլ դիրքերում, Արցախի այլ մասերում ինչ վիճակ է։ Մենք տեսնում ենք, որ թշնամին եկել հասել է մեր դիմացն է։ Մտածեցինք երևի մնացած տեղերում, ռազմաճակատի մնացած հատվածներում էլ է թշնամին առաջ խաղացում ունեցել, բայց դե հիմա հասկանում ենք, որ այդպես չէր։ Եվ ասացին, որ ռուսները գալու են կանգնեն մեր եւ իրենց արանքը, այսպես կոչված խաղապահները։ Սկզբից անհասկանալի շոկային վիճակ էր, հետո մտածեցինք դե երևի թե ամբողջ ճակատը փլուզվել է, որ նման որոշում է կայացվել։ Եվ այդպես անորոշ վիճակում մի քանի օր մնացինք։ Հետո իմացանք, որ իրականում թշնամին առանձնապես ոչ մի լուրջ հաջողություններ չի ունեցել, հատկապես ռազմաճակատի այլ հատվածներում։ Հյուսիսում բացարձակ հաջողություններ չեն ունեցել եւ հիմնական առաջխաղացումը հենց եղել է ճակատի հարավային մասի մի հատվածում, որն էլ որ հենց մեր դիրքերն էին, այսինքն թշնամին առաջ էր եկել ռազմաճակատի հարավային մասով եւ ճեղքումը այնտեղ էր եղել։ Մնացած հատվածը մնացել էր իր դիրքերում, մնացել էր կանգուն, դիմադրել են տղաները, ամբողջ ռազմաճակատը բացի հարավային հատվածից թշնամուն լավ ջարդ է տվել, անցնում է մի քանի օր, եւ այդպես ասում են, որ ամեն ինչ վերջացել է, պատերազմը վերջացել է, մեր վիճակը, մեր կարգավիճակն անորոշ է, դեռ մնում ենք դիրքերում մինչև ռուսների գալը։ Մենք իհարկե դիրքերում դեռ երկար մնացինք, դեկտեմբերի 1-ը մինչև կարծես թե երբ մեզ ասացին, որ պետք է լքել դիրքերը։ Բավականին ծանր զգացողություն էր, այն դիրքերը, որ արյան գնով պահվել է, ուղղակի թողնել եւ գնալ։ Ես չեմ պարտվել, իմ գումարտակը չի պարտվել, մեր դիրքերի տղաները չեն պարտվել, մենք մեր դիրքերում մնացել ենք մինչև վերջ։ Եվ գիտեք, ժողովուրդն էլ չի պարտվել, որովհետև թե ժողովուրդը, թե բանակը համախմբված էին, մի բռունցք էին դարձել այդ օրերին, համախմբված էր պետության շուրջ։ Պարտության պատասխանատվությունը պետության ղեկավարության վրա է։ Պետք էր մտածել հակահարձակման մասին։ Մեզ շատ են ասել, այդ ներուժը չկար, չէինք կարող եւ այլն, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը սուտ էր եւ կեղծիք էր։ Ցանկության դեպքում
հնարավոր էր իրականացնել հակահարձակում։ Դեկտեմբերի 1-ով մենք իջանք դիրքերից եւ այդպես գնացինք, ծրվեցինք տներով ու այդպես մեզ համար պատերազմն ավարտվեց։ Ես չեմ համակերպվել Արցախի կորստի հետ։ Ես չեմ պարտվել։ Բանակը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել։ Պարտվել է նախկին եւ ներկա ղեկավարությունները։ Բոլորն են ուրեմն իրենց պատասխանատվությունը այդ իրավիճակի համար, այդ պարտության համար, պարտությունն իրենցն է։ Այո, ճակատում ունեցել ենք նահանջ, բայց դա ջախջախում չէր, դա կապիտուլյացիայի ենթակա իրավիճակ չէր։ Ցավալի է, բայց փաստորեն ոչ նախկիներից, ոչ ներկա ղեկավարությունից ոչ ոք պատասխանատվություն չկրեց այդ ամենի համար եւ դա դեռ քիչ չէ, մի բան էլ իրենք շարունակում են հիմա ղեկավարել։ Ներկա վարչակազմը ոչինչ չի անում, հակառակը ինչ որ երևակայական խաղաղությունից են խոսում, սակայն հարևան երկրում շարունակվում է հայատյացության քարոզը մանկապարտեզներից սկսած։ Մենք տեսնում ենք նրանց մանկապարտեզներում, նրանց դպրոցներում, դպրոցի դասագրքերում հայը ներկայացվում է որպես թշնամի եւ այսքանից հետո Արմենիան, Ադրբեջանը կեղծ թեզից հետո պատերազմում նրանց արած բազմաթիվ դաժան հանցանքներից հետո խաղաղ բնակչության նկատմամբ կոտորածի եւ էթնիկ զտումից հետո խոսել խաղաղությունից դա ոչ միայն հիմարություն է, դա հանցագործություն է։ Արմենիան, Հայաստանը, Արցախը, Նախիջևանը դրանք մեր ինքնության մասնիկներն են, մեր հայրենիքի կորսված կտորներն են։ Ես չեմ համակերպվել այդ կորստների հետ։ Ես չեմ համակերպվել պարտության եւ հանձնվելու գաղափարախոսության հետ։ Ես մերժում եմ պարտությունը եւ հանձնվելը որպես գաղափարախոսություն եւ որպես պետության կառավարման ձև։ Մենք պետք է Արցախը հետ բերենք, որպեսզի մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը վերահաստատենք։